Սիրելիներս հիմա 23 ապրիլի 2025 թվական ես պատմում եմ հենց այն տեսիլքը, որը տեսել եմ քիչ առաջ ու թող Տիրոջ հաստատումով, Տիրոջ կամքով միայն Սուրբ Հոգու խոսքերը դուրս գան իմ շուրթերից։ Ես հիմա պատմում եմ իմ տեսածը։ Տեսնում եմ տեսիլք սպիտակ ձիավոր է առջևում, բայց դա Հիսուս Քրիստոսը չի, դա ինչ որ մեկն է, ով շատ իշխանություն ունի եւ շատ սրընթաց գալիս է ու իր հետևից գալիս է նաեւ շարասյուն, բայց նրանք չեն երևում նորմալ, կարծես սպիտակավուն թափանցիկ են դառնում ու ես չեմ հասկանում ովքեր են, ինչ են, բայց զգում եմ շատ մեծ ագրեսիա ու հարձակում եւ շատ իշխանություն ու մահ եւ այդ սպիտակ ձիու վրա ոչ թե դա մահվան սփռտնած կամ դեղնավուն, սպիտակավուն ձին է, գորշ կամ տարբեր կերպ է անվանվում, այլ հենց ճերմակ ձի է, որի վրա նստած նույնպես ճերմակ է հագած, սակայն նրա գլխի վրա կա մուսուլմանական ինչ որ գլխաշոր, բայց նա ամբողջովին ճերմակ է, բայց ես հասկանում եմ, որ նա չարն է, իսկ թե ինչու է ճերմակ, միգուցե այն պատճառով, որ խաբեություն է լինելու, նա գալու է սպանելու, բայց գալու է խաղաղության դեմքով, ես այդպիսի զգացողություններ եմ ունենում ու այդպիսի հասկացություն եւ ինձ ասվում է, որ դու գիտես, որ այն հոգեվորականի մահից հետո դու գիտես, որ աշխարհը ինչքան էլ որ վատ վիճակում էր, հիմա արդեն շուռ է գալու ու ոչինչ էլ առաջվանը չի լինելու եւ ես լսում եմ այդ խոսքերը իմ ներսում ու դրանից հետո տեսնում եմ ինչպես է Եգիպտոսում ճեղքեր բացվում երկրի վրա եւ ջուրը ավազների հետ խառնված, անապատային ավազների հետ խառնված դառնում է սողանքի պես, ավազները ջրախառը գալիս են, շարժվում են գետնի վրայով եւ տեղաշարժվում են ու իրենց ճանապարհին լցվում են, ճեղքեր են բացվում, լցվում են ու այդ ամբողջ երկրում մեծ մասում չեմ կարող բացատրել, դրանք շատ մեծ էին իրենց մասշտաբով, այդ սողանքների պես ջրախառը անապատային ավազներ տեղաշարժվում ու հետո ես տեսնում եմ մերձավոր արևելքը, հասկանում եմ, որ ես ամբողջ մերձավոր արևելքն եմ տեսնում, սկզբում տեսնում եմ Իսրայելը, նրա նախագահին եւ այդ նախագահի գլխին, այժմյան հենց հիմա իշխող նախագահի գլխին դրված էր իրենց հրեական հայտնի փոքրիկ գլխարկները, իրենց կրոնական պատկանելիությունը ցույց տվող այն փոքրիկ գլխարկները անվանումը չգիտեմ, մանուշակագույն գույնի նրա գլխին էր դրված եւ սկսվում է մեծ պատերազմական գործողություն ավելի ճիշտ ու պատերազմական գործողությունը սկսվում է կարծես փոթորիկի պես եւ այդ փոթորիկը եւ քամիները որ սկսվում են այդ տարածքում եւ այդ պատերազմի քամի ես լսում էի պատերազմի քամի այդ բառերը պատերազմի փոթորիկ ու կարծես այդ փոթորիկ ու այդ մարդուն այդ նախագահին պոկում է երկրի վրայից եւ ուզում է քշել տանել, բայց նա իր ամբողջ ուժով բռնվում է, որպեսզի քամին իրեն չտանի եւ պայքարում է եւ շատ դժվարությամբ իրեն պահում է, որ այդ քամին իրեն չտանի եւ դրանից հետո ես տեսնում եմ շենքեր, որոնց վրա գալիս են տանկեր եւ սկսում են կրակել բնակելի շենքեր եւ այդ շենքերի վրա սկսում են կրակել տանկերը հետո ես տեսնում եմ մերձավոր արևելքում ամեն ինչ խառնվում է իրար եւ ամեն տեղ սկսվում են պատերազմներ ու պատերազմներից բացի բնական աղետներ Եվ այդ ամենի արդյունքում ես տեսնում եմ շատ զորքեր, զինվորներ եւ ահաբեկիչներ, խառը բոլորին տեսնում եմ, որոնք լիքը գերիների են տանում ու լսում եմ նաեւ Իրան, Պարսկաստան բառերը, բայց Պարսկաստանում ոչինչ չեմ տեսնում, ուղղակի լսում եմ, տպավորություն է, որ այնտեղ գործողություններ պիտի սկսվեն, բայց ոչինչ չեմ տեսնում։